Մեր տեղեկություններով Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստան դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում։ Այն ծրագրում են հրավիրել մայիսի 8-ին հունիսի 7-ի համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկի օրը։ Դաշինքից չեն բարձաբանում այս լուրը, սակայն մեր տեղեկություններով այս անգամ նախատեսում են հանրահավաքն անցկացնել ոչ թե Ազատության հրապարակում, օպերայում, ինչպես ապրիլի 11-ին արեցին, այլ Հանրապետության հրապարակում, որն ավելի մեծ է եւ տարողունակ։ Նախընտրական քարոզարշավի հենց մեկնարկին ուժեղները փաստորեն որոշել են ոչ հաճելի անակնկալ մատուցել, ինչպես իրենք են ասում, փոքրիկ խմբակին եւ հոգեբանական ճնշման ենթարկել առանց այն էլ վախեցած ԿՊԱ-ականներին։ ՔՊ-ի ներսում միմյանց դեմ ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել։ Ցուցակի հետին հորիզոնականներում հայտնված գործող падգամավորները չեն կարողանում հաշտվել այն անարդարության հետ, որ տեղի ունեցավ ներկուսակցական ընտրությունների եւ ցուցակը կազմելու ժամանակ։ Կարծում են, որ ոմանք ծանոթ բարեկամ սկզբունքով խլեցին իրենց մանդատները։ Հատկապես Արայիկ Հարությունյանի հետ ասոցացվող անձինք են եղել շահողները։ Նրանցից մեկին Դավիթ Դանելյանին ՔՊ վարչությունը հեռացրեց ցուցակից ընտրողներին իր օգտին ուղղորդելու համար։ Ասում են, որ 50-ում հայտնված Արագածոտնի փոխմարզպետ Միլադա Հովանիսյանն էլ եղբոր վարչապետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովանիսյանի քարոզչությամբ է իր տեղը նվաճել։ Եղբայրն էլ ցուցակում 65-րդն է։ ԿՊԱ-ականները նեղսրտած են, ինչու պետք է հիմա վիզ դնեն, որ Արայիկի մարդիկ падգամավոր դառնան։ Մայիսի 4-ից 5-ին, ինչպես հայտնի է, Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզամերգային համալիրում։ Հայաստանի իշխանությունները Եվրամիության ղեկավարության հետ միասին խնդիր են դրել միջոցառումը վերածել հակառուսականության մարաթոնին։ Արդեն հայտնի է, որ Հայաստանը ժամանել Ուկրաինայի նախագահ Զելենսկին։ Մեր տեղեկություններով փնտրել պեղել են բազում հակառուսական գործիչների եւ բոլորին հրավերներ ուղարկել, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարները, որոնց հետ Փաշինյանի փլարտեն խաղաղություն է հաստատել, ըստ լուրերի դեռևս չեն հաստատել իրենց այցը եւ հավանական է, որ կմերժեն հրավերը։ Թեև չի բացառվում, դա էլ չվնասելու միտումով է արվում։ Անդիմադիր շրջանակներն էլ չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել եվրոպական պատվիրակության Հայաստանում գտնվելու օրերին զանգվածային ակցիաներ են ծրագրում։